Ողջույն Հայաստան 17 հունիսի ժամը 15:55 Այսօր ցանկություն առաջացավ ելույթ ունենալ այն պարզ պատճառով, որ ամբողջովին հիասթափվել եմ այն իրադրությունից, ինչը որ այժմ տիրում է Հայաստանում։ Մի երկու օր առաջ հայրենասեր մի անձնավորություն, որին ես ինքս էի հրավիրել զրույցի, ամբողջովին համամիտ էր իմ հետ այն առաջարկներին, այն գաղափարախոսությանը, ինչը որ ես եմ առաջարկում։ Իսկ ինչ է իմ առաջարկած գաղափարախոսությունը և ազգի նկատմամբ ունեցած զգացմունքը։ Դեռ փետրվար ամսին ես հայտարարել էի, որ ինչպես կարելի է գնալ մի մարդու հետ ընտրության, որը մեր դարավոր անբաժան հայրենիքի մասը տվել է թշնամուն։ Մի անձնավորություն, որ դրանով հպարտանում է։ Դուք հասկանում եք, թշնամուն տվել է հայրենիքը և դրանով հպարտանում է։ Հպարտանում է, որ 7000 զոհ ենք ունեցել, 7000 ընտրյալ հայրենիքին նվիրված մարդկանց և հպարտանում է, երջանիկ է իրեն զգում։ Ինչպես կարելի է այդ բոլորը համատեղել և գնալ այս սրիկայի հետ ընտրության, դեռ փետրվարին եմ ասել, և ընդհանրապես առաջին օրվանից իսկ այս վավայի վիժվածքը եկել էր Հայաստանը կործանելու մի ծրագրով։ Փաստ բնակալեզ Համլետ Ղուշյանի հաղորդման ժամանակ ասացի, որ 18 թվականին, որ չեմ հավատում, Հայաստանում չի եղել և չի լինի միանձնյա ղեկավար, որը կմտածի Հայաստանի ապագայի մասին, ոչ միայն հանապազօրյա այդ օրվա ծառացած խնդիրների մասին, այլ ապագայի մասին, որովհետև մի հասարակ հաղորդում էի դիտել կեսգիշերն անց, չիմանալով այս անձնավորությանը, ցանկություն էի ունեցել տեսնել սա ով է, ինչ է իրենից ներկայացնում, և փառք Աստծո, որ դիտեցի այդ հաղորդումը Արթուր Բախտամյանի կեսգիշերն անց, նա հարցրեց. ունեք արդյոք իդեալական մի անձնավորություն։ Նրա համար իդեալը Վանո Սիրադեղյանն էր։ 1000 անգամ ասել եմ, նորից կրկնեմ, Վանո Սիրադեղյան, մարդ, որը գումար էր ուղարկում ազերիներին, որպեսզի գազամուղը պայթեցնեն։ Ինչի մասին է խոսքը։ Ում էիք ընտրել։ Եվ ընդհանրապես, եթե չլիներ այդ հաղորդումը, ում եք ընտրել մինչև օրս։ Որ մեկն է ունեցել պետությունը ղեկավարելու գիտակցություն և այդքան հզորություն։ Ով։ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ մի կանցելյարսկի կռիս էր։ Քոչարյանը,
Ինչ էր նա ղեկավարել։ Մետաքսագործական մի կոմբինատի արտմիությանական ղեկավարներ, արտմիության ղեկավարներ եղել։ Կամ Սերժիկը Մալբորո։ Մալբորո Սերժիկ երևի շատերը չգիտեն ինչի եմ ասում։ Որովհետև Մոնթե Մերքոնյանը նրան ուղարկի որակազրկված անձնավորություն էր համարել, որովհետև նա շրջում էր պատերազմող ջոկատներում եւ առաջարկում էր Մալբորո։ Ինչի մասին է խոսքը։ Սերժ Սարգսյանին ես ծանոթ եմ նրա խաբեության մասին այն բանով, որ Դավիթ Տոնոյանը Հայաստանի ներկայացուցիչն էր ՆԱՏՕ-ում, ուղարկել էր որպեսզի Եվրոպայում գտնվի հակագազներ եւ քիմիական պաշտպանության համազգեստներ։ Գտա եւ պետք է ուղարկեի, հանդիպել է այդ Ստահակ Դավիթ Տոնոյանին, ասում է ուղարկիր, փողը 3 ամիս հետո կտանք։ Ինձ հետ էր մի հայրենասեր այստեղ բնակվող անձնավորություն, ասեցի տեսար, որ սրանք մորցից կտրողներ են, ու Տոնոյանի մրթին տվեցի։ Ինչպես նաև նորից եմ կրկնում, Նեմեց Ռուբոյի մրթին եմ տվել, լկտի իր պահվածքի համար։ Վախից իր բոդիգարդների հետ փախավ, հյուրանոցի համարում պահկվել էր Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործիչները մոտեցան ինձ, ասացին, խնդրում ենք գնա այստեղից միջազգային հանդիպում է, Էյնթհովենում էր հանդիպումը Հայաստանի եւ Հոլանդիայի հավաքականների միջև։ Իսկ այդ անձնավորությունը, որի հետ 2 օր առաջ խոսակցություն ունեցա, խոսացի Գագիկ Հարությունյանի մասին, ասում է Սահմանադրական դատարանի նախագահներ, ասում են ոչ, 2001 թիվն էր, նա Կորլևոնի փոխնախագահն էր, վիցեպրեզիդենտն էր։ Ամստերդամի օդանավակայանում ոտքերից տակ էի գցել։ Հոլանդիան մի երկիր է, որտեղ թեկուզ կատվին կամ շանը հարվածես, անմիջապես ձերբակալում են։ Իսկ ես թագավորական ժանդարմների 4 ժանդարմների բացի այդ սրիկա Գագիկ Հարությունյանից, որ այլ երկրի վիցեպրեզիդենտ էր, ոտքերից տակ էի առել։ 4 թագավորական ժանդարմներ ցանկացան նրան պաշտպանել եւ 4 հոգի նակայտի մեջ հայտնվեցին իմ հարվածներից հետո։ 5-րդը ատրճանակը ետևից պահեց, ասեց, եթե շարժվեցիր կկրակեմ։ Հասկանում եք ես ինչպիսի քայլերի եմ դիմել, որպեսզի պատժեմ հայրենիքի դավաճաններին։ Եվ այդ ուխտը ես ունեմ։ Ինչքան հնարավոր է եւ անհնարին է, այդ ուխտը պետք է կատարածեմ։ Եվրոպարլամենտին փաստերը կան, ուղարկել էի հայտ, որ ես ցանկանում եմ մասնակցեմ Եվրոպարլամենտի լսումներին։ Գիտեք ինչ է հայտնել նրանց։ Ինչպիսի ծրագրով էի ցանկանում ելույթ ունենալ։ 10 միլիարդ եվրո վախվորած Եվրոպարլամենտը ֆոն դեր Լայնի հրամանով Թուրքիային գումար է տալիս, որպեսզի պակասեցվի, դե չեն ասում մուսուլմանների հոսքը փախստականների դեպի Եվրոպա, էմիգրանտների, ոչ թե միգրանտների։ Ես
բացատրել էի, որ 0 եվրոյով ես այդ հարցը կարգավորեմ։ Մի հոդված են ընդունում, ով ցանկանում է եվրոպացի դառնալ, պետք է կնքվի։ Պատկերացնում եք, Եվրոպարլամենտը այդպիսի մի հոդված ընդուներ, էլ ոչ մի մուսուլման Եվրոպա չէր լցվի։ Իսկ այս տհաս վախվորած Եվրոպարլամենտը եւ եվրոպական պետությունների ղեկավարները ընդունում են իրենց վախկոտ լինելը, ընդունում են իրենց անճարակ լինելը եւ ոչ մի ցանկություն չունեն այդ քաոսային ինտերվենցիան, որ կատարվում է մուսուլմանների կողմից Եվրոպա, դադարեցնեն։ Հասարակ մի օրենքի տառ էին ընդունում։ Ցանկանում են եվրոպացի դառնալ, պետք է կնքվեն։ Բոլոր ապացույցները ուղարկել եմ։ 20 թվականի օգոստոսի 4-ին Հոլանդիայի ազգային անվտանգության գնդապետ մի տիկնոջ հետ հանդիպում էր, ես էի ցանկացել, նորից ապացույցները, նամակները ցուցադրել եմ իմ հաղորդումների ժամանակ։ Ասացի, որ շուտով Հայաստանի վրա Ադրբեջանը հարձակվելու է։ Այս ազգակործան Վավայի վիժվածքի քայլերից դա վերլուծել էի։ Եվ ինչ կատարվեց, սեպտեմբերի 27-ին հարձակվեցին Հայաստանի վրա։ Մի այլ ազնվագույն հայ ինձ բարի մաղթանք էր արել, ասել էր, խոսիր, որ ինֆարկտ կամ ինսուլտ չստանաս։ Չեմ ստանալու, ես ուխտ ունեմ։ Մեր ազգի թշնամիներին ուժով պայքարելու ցանկություն եւ ուխտ ունեմ։ Խոսում են նոր ընտրություններ պետք է լինի, ինչ ընտրություն, ում հետ է գնում ընտրության։ Ինչ եք անում, ինչ եք ցանկանում ընտրություններով փոխել։ Եվ չեք հասկանում, որ դա չի լինելու։ Ազգային ազատագրական պայքար է պետք, ոչ թե փողոցային։ Փողոցային պայքարը այս վերջի ազնվագույն հայը երիտասարդը ինձ ասում է, փողոցային պետք է ասենք, ազգային ազատագրական չեն հասկանա։ Եթե չեն հասկանա, ուրեմն այդ ազգը, այդ բիոլոգիական մասսան պետք է վերացվի։ Լավ պետք է բացատրել, որ սա ազգային ազատագրական պայքար է, կոլաբորացիոն կառավարության դեմ, այսինքն ներքին թշնամի իշխանության դեմ եւ արտաքին թշնամիների նկատմամբ։ Ինչի մասն է խոսքը, ընտրություններով ինչ եք ցանկանում փոխել։ Ուզում ենք, ինչ եք ուզում, ուզվոր եք, ուզեք։ Կա հայերեն ցանկանալ բառը։ Մոռացել եք այդ ամեն մի էլեմենտար սխալը բերում է այսպիսի արդյունքի։ Ինչի մասին խոսեմ ձեր հետ։ Այս մասով, ինչ մասով։ Անասունի միս եք գնում, այդ մասն եք ցանկանում։ Դա մաս չի, վերաբերյալ։ Այո, ազգային ազատագրական պայքար է պետք։ Ոտքի ելնել եւ պայքարել։ Խոսքս վերաբերվում է այն 3%-ին, որ դեռ կա այսօրվա Հայաստանի բնակչության մեջ, ոչ թե ազգի մեջ։ Այդ 3%-ն է, որ մեր ազգային հավատքը, ցանկությունները չի մոռացել։
Այո, ոտքի պետք է ելնել ոչ թե փողոցային պայքար մղել։ Փողոցային պայքարը փողոցային իշխանություն է բերում։ Ինչքան բացատրել, որ ուղղակի սկսում են հաշվել, թե դուք հասկանում եք ինչի մասին եք խոսում։ Դոդ, կուսակցություններ, ինչքան բացատրեմ, ինչքան նորից կրկնեմ, որ ֆինլանդացի աղջիկը դեռ սովետական կարգերի ժամանակ 89 թվականին Լոնդոնում Արարատ ռեստորանում ասեց ձեր դժբախտությունը նրանումն է, որ 3 հայ են հավաքվում, 5 կուսակցություն են ներկայացնում։ Ինչի մասին խոսեմ։ Ինչ կուսակցություններ։ Կամ սահմանադրություն, Հոլանդիան սահմանադրություն ունի, Անգլիան սահմանադրություն ունի, դրանք ուղղակի տզրուկ, անպիտանի, այսպես կոչված փակագծերում պետական ինստիտուտներ են, որոնք պետք է վերացվեն։ Հայաստանում նույնիսկ դատախազություն չպետք է լինի, չպետք է ոստիկանություն լինի։ Ատյանը, այսինքն տրիբունալը հերիք է։ Եթե Հայաստանում այդպիսի իշխանություն լինի, անժամկետ անկուսակցական ռազմական խորհուրդ, այդ բառերից եք սարսափում։ Նորից կրկնեմ, Սիրիայում ում ընտրեցին ղեկավար եւ ամբողջ աշխարհով ընդունեցին նրան։ Ահաբեկչի, տերորիստի կամ թալիբներին նորից տերորիստներ էին անվանում։ Թեկուզ մեծ տարբերություն Սիրիայում ընտրված այս ստահակը սրիկան, տալիբները պայքարում էին, որպեսզի ոչ մի արտաքին միջամտություն չլինի իրենց երկրում։ Սակայն թե Ամերիկան, թե Ռուսաստանը նրանց համարում էր ահաբեկիչներ, տերորիստներ, բայց ընդունեցին։ Եվ Հայաստանում ինչից եք վախենում։ Ումից եք վախենում։ Միավորված ազգերի կազմակերպությունից, ժամանակին Միավորված ազգերի կազմակերպության նախագահը Յանի Ռատանը թուրքերին որակավորել էր։ Իմ հաղորդումներում նույնիսկ վիդեո կա, որ նրանք չորքոտանի անասուններ են, թուրքերը։ Եվ եթե միտեղ ավերվածություն էր, ասում են այստեղով Թուրք է անցել։ Ումից եք սարսափում։ Այդ Միավորված ազգերի կազմակերպության 77-րդ ասամբլեայում Սրիկա Էրդողանը ասում է Հայաստանը օկուպանտ երկիր է։ Ոչ ոք չհիշեցրեց, որ 100%-ով օկուպացրել եք այսօրվա Թուրքիա կոչվող հողատարածությունը։ Բայկալից քոչվոր ցեղեր եք։ Եկել եւ գրավել եք մեր տհասության պատճառով։ Միավորված չլինելու պատճառով տիրացել են մեր եւ հույների հողին։ Արվամոլ Լենինը, Զինովիևի Բոզը հայկական հողերը տվեց թուրքերին։ Եվ մինչև օրս ոչ ոք բացեիբաց չի ասում, որ այդ Արվամոլ Պոռնիկ Լենինը հայկական հողերը նվիրել է թուրքերին։ Ինչի մասին եք խոսում։ Երբ պետք է միավորված լինեք։ Ինչքան կարելի է ասել, որ այսպես կոչված կաթողիկոսների 90%-ը դրանք հարկահավաքներ են եղել, որոնց անմարդկային գործունեության պատճառով մեծ քանակությամբ հայեր իսլամ են ընդունել, որպեսզի ազատվեն եկեղեցու հարկերից։ Իհարկե Խրիմյան հայրիկ է եղել, Ներսես Աշտարակեցի է եղել, Արգուտինսկի է եղել։
Իմիջայլոց Արգուտինսկի ազգը նա Հաշտարխանի, Աստրախանի արքեպիսկոպոսն է եղել։ Նա է, որ Վրաստանը միացրել է Ռուսաստանին 1801 թվականին։ Նրա ցեղակից Նիկողայոս Արգուտինսկու, որը Թիֆլիսի քաղաքապետն է եղել, 3 անգամ ընտրվել է։ Նրա գրադարանը, անձնական գրադարանը, Միասնիկյանը սովի ժամանակ 1920 թվականին, երբ Նարիմանովը նորից կրկնեմ, հայտարարել էր իլուր ամբողջ աշխարհի, որ Նախիջևանը, Արցախը եւ Սյունիքը դրանք Հայաստանի անբաժանելի մասերն են։ Միասնիկյանը այդ պատերազմական իրադրության 5 տարի էր հայկական կոտորածներից հետո Արգուտինսկու անձնական գրադարանը 1 միլիոն ռուբլով գնել եւ բերել էր Հայաստան։ Իսկ Հայաստանում 2007 թվականին ազգային գրադարանից այդ գրքերի կարևոր մասը վաճառել էին մի վրացու։ Այն մասը, որտեղ ապացույցներն էին, թե Վրաստանում ինչքան հայկական եկեղեցիներ եւ կոթողներ կան։ Միասնիկյանի գլուխը կերավ Բերիաստահակը։ Սակայն պատկերացնում եք ինչպիսի հայրենասեր նա իրոք, եթե գիտեք, Բելարուսիա պետությունը նա է ստեղծել։ Եվ ինչպիսի հզոր Հայաստան էր մեր ձեռքում։ Կորլևոնը ամեն ինչ վերացրեց։ Հերունի էինք ունեցել, Մերգելյան, Վիկտոր Համբարձումյան, Անանյա Շիրակացի, Մխիթար Գոշ, ով ունենք հիմա։ Մի հատ անձ թողել եք, որը կարող է բացատրել, թե ինչ է նշանակում Հայաստան, թե ինչ է նշանակում հայրենիք։ Շիրազ ու Չարենց, Պարուշ Սևակ, Ավետիք Իսահակյան, ով ունեք։ Վավայի Վիժվածք, Պոռնիկ Ալեն, ով ունեք։ Անդիմությունը քննարկում են Դոդի Գագոն մտնելու է ԱԺ թե ԲԺ։ Ինչի մասին եք խոսում։ Դոգ ու Դոդի Գագոներ ունեք իրենց կուսակցություններով։ Կամ Դոդոշ Շիրինյան, Խուրշուդյան։ Ում մասին խոսեմ։ Ինչքան կարելի է բացատրել, որ նավթ ու գազից եք խոսում։ Հայաստանի ընդերքի հարստությունով Հայաստանը Քուվեյթից հարուստ պետություն կարելի է դարձնել։ Բացատրել եմ, փաստերով։ Ցանկություն ունեք, մի 5-6 ժամ կարող է տևել։ Իմ ամբողջ ելույթները ընկդրեք եւ կհասկանաք։ Հզորություն բացատրել եմ եւ դրա մասին։ Ատոմակայան էր կանգնեցրել եւ այդ պատճառով երկրաշարժի քանակությամբ անմեղ զոհեր զոհվեցին սովից եւ մթից։ Մտել եք այդ տհասության կաղապարի մեջ եւ ցանկություն չունեք դուրս գալու այդտեղից։ Ինչի մասին խոսեմ ձեզ հետ։ Հոգնել եմ արդեն, որովհետեւ ազդեցություն չի լինում։ Նորից կրկնեմ,
Նոյան տապանով ելույթներս 26-27 հազար մարդ էր դիտում։ Եվ համեստություն չեմ համարի, կոմենտների մեջ 90%-ն ասում էին ձեր պես ղեկավար պետք է ունենանք։ Դա կփրկի մեզ։ Իսկ ես հայտարարում եմ, Հայաստանում միանձնյա ղեկավար չպետք է լինի։ 15 հոգուց կազմված ազգային ազատագրական անժամկետ անկուսակցական խորհուրդ է պետք։ Իր ատյանով ամենակարևոր էլեմենտն է։ Եթե ատյան ունենայինք, 240 դպրոց սահմանամերձ գյուղերում չէր փակի։ Իսկ դպրոց փակելը հասկանում եք, այդ գյուղերը վերացրել է այս ստահակը եւ ուրիշ գաղափար չունի։ Ասում է Արցախում դպրոց եք կառուցել, մանկապարտեզ եք կառուցել։ Չէ, դու ես կառուցել, 240 փակել ես։ Իսկ Հայաստանը պետք է դառնար ամեն մի հատկապես սահմանամերձ գյուղերը պետք է զարգացվեին։ Եվ ամեն մի սահմանամերձ գյուղ պետք է դառնար Բերդ, որը հիմա էլ կարելի է անել։ Եթե այն 3%-ը ոտքի կանգնի։ Եվ այդ բոլոր սահմանամերձ գյուղերում պետք է բերդեր կառուցվեն զինվորական։ Եվ եթե այդ գյուղերում մասնագետ չկա, մասնագետները այնտեղ պետք է ուղևորվեն պետության կողմից եւ այնտեղ բնակվեն։ Պետք է վերացվի ոստիկանություն, այդ ստահակներին, այդ բորեններին, նույնիսկ մեկին չկարողացաք սատկացնել։ Եթե մի ոստիկանի սատկացնել, էլ չեմ ասում վավայի վիժվածքին չեք կարողանում։ Եթե մի բորենի սատկացվեր, ահ սարսափից ոչ ոք այլևս ժողովրդի վրա չէր հարձակվի, որպես արյունախում բորեններ։ Իմ կոչս ազգային ազատագրական պայքար պետք է սկսվի։ Ոչ թե հաշվենք ձայները, ընտրություններ եք արել, ողբամ ձեր ընտրությունների վրա։ Այդպես ազգ չեն փրկում, այդպես պետականություն չեն փրկում։ Պետք է հայտարարվի, որ մենք ազգային ազատագրական պայքար ենք սկսում կոլաբորանտ ստահակների եւ արտաքին թշնամիների նկատմամբ։ Այդ ժամանակ եթե տեսնեն այդպիսի հայտարարություն, բարեկամներ էլ կգտնվեն։ Չեմ թվարկելու թե ովքեր, բայց կհայտնվեն անմիջապես։ Եթե զգան, որ արժանապատվություն ունեցող ազգի ներկայացուցիչներ են ոտքի կանգնել, միահամուռ, ամբողջ սփյուռքը պետք է իրավունք ունենա, բոլոր իրավական իրավունքները պետք է ունենա Մայր Հայաստանում, ոչ թե տահաս ստահակը ասի հայկական անձնագիր հանել են արցախցիները։ Դարձրեց փախստական, հիմա էլ անձնագիր է պահանջում նրանցից, որ անձնագիր ունենան, ինչ միանգամից տնով ես ապահովելու, այս ստահակ։ Իսկ պոռնիկ ընտանիքդ եւ պոռնիկ քո խմբակի անդամները պարգևավճար որտեղից պետք է ստանան։ Եվ այն տահաս հասկացողությունը, որ Ալիևը սրան փող է տվել Արցախը գնել է։ Ինչի մասին եք խոսում։ Կոյուղուց ներքև գտնվող ջնջոցին Ալիևը կոպեկ կտար։ Ինչի մասին եք խոսում։ Եթե չեք հասկանում, ուրեմն արժանի եք մահապատժի, որ շուտով թուրքի յաթաղանը ձեր գլխին է կախված, քիչնի ձեր գլխին։ Ցավում եք, որ Թուրքիայի սահմանը չի բացվել։ Ուրախացեք, որ չի բացվել եւ ընդհանրապես չբացվի։ Թուրքի ոտքը Սուրբ հայ հողը չմտնի։ Երբ
Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս, դրանից հետո եկավ եւ զինվորական շքերթ էր կազմակերպել մեր սուրբ մի տեղում Սարդարաբադում։ Այդպիսի քայլ արել էր Սադաթը, որին պատիվ ունեցող եգիպտացիները սատկացրեցին շքերթի ժամանակ։ Իսկ Հայաստանում շքերթ էին անում եւ պատիվ էին տալիս այս ազգադավին։ Թշնամուն հանձնող, հանձնված ողորմելի արարածին պատիվ էին տալիս։ Եվ այդ ողորմելի արարածի հետ գնացել եք ընտրության, կուսակցություններ եք կազմել, ինչ եք խաղում։ Կատակերգություն է սա։ Դժբախտ մի տրագեդիա է։ Ցանկությունը սպարպել է։ Համարեք սա իմ վերջին ելույթը, կոչը, ոտքի ելեք։ Նորից հիշեցնեմ, 168 նվիրալներով Նժդեհը գնաց փրկեց Սյունիքը։ Միթե 160 հոգի չի գտնվի, հիմա ոտքի կանգնի եւ փրկի Հայաստանը։ Ցանկությունս դա է։ Ցավալի է, բայց փաստ է։